ասում եք կազմակերպելու համար Նիկոլ Փաշինյանի գնահատականը, այսինքն նախապես պլանավորել եք, կազմակերպել եք։ Երեխեք ջան, այդ այնքան աբսուրդի ժանրից է։ Իրականում խնդիրը այն է, որ ես նայել եմ Նիկոլի աչքերի մեջ եւ ըստ երևույթի դա արդեն վախ է բերել։ Գիտեք, ես կազմակերպել եմ եւ պլանավորել եմ քաղաքի, գյուղերի, Արցախի ազատագրումները։ Ես երբ որ մի բան պլանավորում ու կազմակերպում եմ, դա ազատագրում էր։ Այնտեղ որտեղ իրենք այսօր աշխատում են, որտեղի համարվում են պատասխանատուները երկրի, այդ երկրի ազատագրման գործում եմ եղել։ Այլ ոչ թե sense նման բաներում ես կարող եմ պլանավորել, առավել եւս sense երիտասարդներով։ Եվ նայելով, ենթադրենք, գիտեք, ասում են ինձ ներկայացնում են, որ ինչ որ իմ աչքերն են տենց առանձնացրել իմ հայացքները, այսինքն եթե իմ հայացքից ինքը տենց լուրջ վախեր է ունենում, դա շատ ավելի վատ իրավիճակում ենք մենք, քան կարելի է պատկերացնել։ Կարգավիճակը մեղադրյալ։ Իսկ խափանամիջոց Գրավ։ Ինչքան։ 5 միլիոն։ Քանի օր ժամանակ ունեք։ 3 օր։ Սկզբում 10 էր, հետո 5 դարձրեց։ Կադրերում երևում է, որ դուք այնտեղ կանգնած եք մի քիչ ներքև։ Ես առաջ էի։ Հա, մի քիչ առաջ եք կանգնած։ Հիմա ինչ են ասում, ինչ գործողություններ եք արել։ Դե գործողությունները հետո, որ իրենք հասկացում են, որ ես իբր կազմակերպել եմ եւ հետո դաշնացնելիցը, հա, պաշտոնատար անձին, այսինքն երբ որ տեսել եմ ինչ որ հարվածում են երիտասարդին, ձեռքից բռնել եմ, ասել եմ դուրս եկեք, եկեղեցում sense բաներ չեն անում։ Ու եթե կա Հայաստանի Հանրապետություն մի հայ կամ առավել եւս քրիստոնյա, ով Սուրբ Պատարագի ժամանակ ծաղկազարդի օրը թույլ է տալիս, որ ինչ որ մեկը մյուսին երիտասարդի 18 տարեկան երեխու հարվածեն, ու ինքը ձեռքից չի վերցնում ու չի ասում դուրս եկեք ստեղից, ինքը ոչ հայ է, ոչ էլ առավել եւս քրիստոնյա։ Դա եք արել։ Այո։ Եվ դրա հետ միասին իբր ըստ իրենց կազմակերպել եմ այդ ամենը։ Երեխաներին այդ տղաներին չեք ճանաչում։ Իհարկե չէ։ Եկեղեցում ես տենց եկեղեցու տենց ոնց որ հոգևոր այդ հոտը որ գալիս են հավատավոր մարդիկ տենց եմ ճանաչում դեմքով ոչ ես անունները գիտեմ նույնիսկ ոչինչ։ Մերսի։ Շնորհակալ եմ։